Տիկին Գալյան, դուք ամբիոնին քիչ առաջ որ թվեր հնչեցրեցիք, ես համենայն դեպս իմ շփումների արդյունքում նաև ինձ ուղղված նամակներում հետևյալ խմբերը ինձ միշտ ահազանգել են եւ ասել են, որ կան մարդիկ, որոնք որ ընդգրկված չեն անհայտության մեջ գտնվող այդ մարդկանց ցուցակներում։ Մենք շատ հստակ ես եւ գործընկերս ասեցինք, պատյունի հետևանքով անհայտության մեջ գտնվող ընտանիքի անդամները դուք վստահ եք, որ ընդգրկված են այդ ցուցակի մեջ, որքանով որ մենք տեղյակ ենք, այդ մարդիկ ընդգրկված չեն։ Եվ հաջորդ հարցը, եթե կան այդպիսի խմբեր, այդ մարդկանց ոնց է այդ գործընթացը ոնց է որ հիմա մեզ հետ կապ հաստատեն, այդ մարդիկ ոնց կարող ենք ընդգրկել, որ սա շատ զգայուն հարց է եւ որևէ մեկը որ այս դժբախտության մեջ է, պետքա ամեն մի կյանք մի ճակատագիր շատ կարևոր է մեզ համար, այդ մարդկանց ընտանիքները բնականաբար լրջագույն խնդիրների եւ լրջագույն խնդիրների առջեւ են կանգնած եւ մենք իրավունքը չունենք գեթ մեկ մարդու, մեկ ընտանիքի բաց թողնել եւ իրենց խնդիրները եւ իրենց խնդիրների մասին չմտածենք եւ եթե ժամանակը կհերիքի, խնդրում նաեւ պատասխանեք իմ այն հարցին, թե կրկնում եմ, էլի հարցս կապված վարկային պարտավորությունների հետ, կապված իրենց գույքի հետ կապված, որովհետև բազմաթիվ նմանօրինակ խնդիրներ կան, որը նաև մեզ հասած տեղեկությունների համաձայն այդ խնդիրները չեն լուծվում։ Արդյոք այդ խնդիրները լուծելի են, թե ոչ։